Բարի եւ ֆորշնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Օրհնում եմ յուրաքանչյուրիս Հիսուս Քրիստոսի անունով։ Հայր Աստված, խնդրում եմ քեզ, հավատքի սերմեր ցանի մեր սրտում, որ այդ հավատքը մեզ բերի ապաշխարության, խոստովանության մեր մեղքերի, որպեսզի սատանայի գերին չմնանք, Տեր։ Սովորեցրու մեզ ապաշխարել, խոստովանել, սրտանց, ամբողջ հոգով, Տեր, չթաքցնել մեր մեղքերի պատասխանատվությունը ուրիշների վրա չփորձել գցել, չփորձել արդարացնել մեր մեղքերը, Տեր ողորմի, մեզ մեղքերի չապաշխարելու ստրկությունից ազատի, Հիսուսի անունով աղոթեցի։ Շարունակում ենք խոսել ապաշխարության մասին, հիմնվելով Թոմաս Ուոթսոնի ապաշխարության վարդապետություն գրքի վրա։ Այսօր խոսելու ենք ինչպես է մարդու մեջ առաջանում ապաշխարությունը և ինչ խաբեություններ կան, ստեր կան ապաշխարության մասին։ Նախ խոսենք, թե ինչպես է մարդու մեջ առաջանում ապաշխարությունը։ Առաջինը, ապաշխարությունը մարդու մեջ առաջանում է մասամբ Աստծո խոսքով։ Աստծո խոսքը, Աստվածաշունչը կարդալով կամ լսելով։ Գործք առաքելոց 2 գլխի 37-ից 38 խոսքերն ասում են. Երբ նրանք ժողովուրդը այս լսեցին, իրենց սրտում զղջացին և Պետրոսին ու մյուս առաքյալներին ասացին. Ինչ պիտի անենք, եղբայրներ։ Պետրոսը նրանց ասաց. ապաշխարեք և ձեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի և դուք Սուրբ Հոգու պարգևը պիտի ստանաք։ Այսինքն, քարոզված խոսքը այն շարժիչն է, այն մատորն է, որ Աստված օգտագործում է ապաշխարություն բերելու համար։ Աստծո խոսքը համեմատվում է մուրճի և կրակի հետ։ Երեմիա գրքի 23 գլխի 29 խոսքը ասում է. Ահա իմ խոսքը կրակի նման է, ասում է Տերը, և մուրճի պես, որ փշրում է ապառաժը։ Թող այսօրվա այս խոսքն էլ կրակի պես և մուրճի պես փշրի մեր սրտերի ապառաժը։ Աստված իր խոսքը օգտագործում է մուրճի պես կոտրելու մեր սրտի ու մտքի կարծրությունները, այն մեր մտքում կանգնեցված այն կպչուն մտքերը, այն ամրոցները, որ սատանան դրել է ու մենք հավատում ենք։ Եվ իր խոսքը Աստված նաև օգտագործում է կրակի պես հալեցնելու մեր սրտի ու մեր մտքերի սառույցները։ Ինչպիսի մեծ օրհնություն է, որ Աստված իր խոսքը մեզ տվել է, որ Աստված շնորհ արեց ու տվեց մեզ Աստվածաշունչ։ Մյուս կողմից, նրանք, ովքեր հանգցնում են դրախտի լույսերը, այսինքն հրաժարվում են Աստծո խոսքից, նրանց համար դժվար կլինի փախչել դժոխքից, ասում է հեղինակը, որտեղ Աստվածաշունչը նաև ասում է, քո խոսքը լույս է իմ ոտքերի համար, իմ ճանապարհի համար։ Ապաշխարությունը մարդու մեջ, երկրորդը, ապաշխարությունը մարդու մեջ առաջանում է նաև Սուրբ Հոգով։ Աստծո ծառաները, Աստծո ժողովրդի հովիվները, Աստծո խոսքի քարոզիչները, ուսուցիչները, գործիքներ են Աստծո ձեռքում, կարծես դաշնամուրի ստեղնաշարը լինեն, բայց երաժշտություն նվագողը Աստված է, այդ երաժշտության հեղինակն էլ է Աստված։ Եվ Աստծո ծառաների, քարոզիչների, Աստծո խոսքի ուսուցիչների մեջ շնչող ու գործողը Սուրբ Հոգին է, որ արդյունավետ է դարձնում նրանց խոսքերը։ Նույն կերպ էլ Աստվածաշունչը Սուրբ Հոգին է տվել, բայց գրել են մարդիկ, նրանց մեջ գործել է Աստծո Սուրբ Հոգին։
Գործ Կարաքելոց 10-րդ գլխի 44-ում ասվում է. Մինչ Պետրոսը այս բաներն էր ասում, Սուրբ Հոգին իջավ բոլոր այս խոսքը լսողների վրա։ Սուրբ Հոգին Աստծո խոսքի մեջ է ու նա է լուսավորում եւ դարձի բերում մարդուն։ Երբ Սուրբ Հոգին դիպչում է մարդու սրտին, այդ սիրտը հալվում է, այդ սիրտը լուսավորվում է եւ արցունքների աղբյուր դառնում։ Կարդանք Զաքարիա գրքի 12-րդ գլխի 10-րդ խոսքը։ Եվ ես Դավթի տան վրա եւ Երուսաղեմի բնակչի վրա պիտի հեղեմ շնորհի եւ աղոթքի հոգին, ասում է Աստված։ Նրանք պիտի նայեն ինձ, ում խոցեցին, եւ նրա վրա միամորի սքի պես սուգ պիտի անեն, եւ դառնորեն պիտի ողբան նրա վրա, ինչպես որ Անդրանիկի վրա են ողբում։ Ուշադիր լինենք բառերին։ Նրանք պիտի նայեն, այսինքն հասկանան, եւ սուգ պիտի անեն, դառնորեն պիտի ողբան։ Ու տեսնում ենք, որ Աստծո խոսքը շատ տարբեր ազդեցություններ է թողնում մարդկանց վրա։ Ոմանք քարոզ լսելիս նման են Հովնանին, նրանց ականջները բաց են, քնքուշ են եւ թույլ են տալիս, որ արցունքները թափվեն իրենց սրտից։ Ոմանց վրա էլ Աստծո խոսքը այնքան ազդեցություն է ունենում, որքան երգն ու երաժշտությունը խուլի վրա։ Լսած թե չլսած մի հաշիվ է։ Նրանց ականջները փակ են ու սրտերը կարծրացած։ Ոմանք ավելի լավ ու արագ են աճում Աստծո խոսքի միջոցով, իսկ մյուսները հակառակը ավելի վատանում են։ Նույն հողը, որից աճում է քաղցր խաղողը, այդ նույն հողում աճում է նաև թթու լիմոնը կամ դառը մեկ այլ բան։ Այդ դեպքում ինչու է Աստծո խոսքը այդքան տարբեր կերպ աշխատում մարդկանց մեջ։ Դա այն պատճառով է, որ Աստծո հոգին խոսքը տանում հասցնում է մեկի խղճին, բայց ոչ մյուսի։ Մեկը ստացել է աստվածային օծումը ու պատրաստ է ընդունել Աստծո խոսքը, իսկ մյուսը դեռ ոչ։ Կարդանք առաջին Հովհաննես 2-րդ գլխի 20-րդ խոսքը։ Իսկ դուք օծում ունեք սրբից եւ ամեն բան գիտեք։ Ուրեմն աղոթենք, որ ցողը ընկնի մանայի հետ միասին, այսինքն որ Սուրբ Հոգին Աստծո հետ միասին լինի ու Աստծո խոսքի հետ միասին լինի ու աշխատի մեր մեջ։ Օրենքի ու գործերի կարգը մեզ երկինք չի տանի եւ ոչ էլ միայն Աստծո խոսքը, եթե Աստծո հոգին չմիանա Աստծո խոսքին։ Հոգին է կենթանացնողը, ասում է Աստվածաշունչը։ Ուրեմն աղոթում եմ հիմա, որ Սուրբ Հոգին գործի ամեն մեկիս մեջ, հպվի մեր սրտերին, հալածնի մեր սրտերը, բացի մեր հասկացողությունը, Հիսուսի անունով, ամեն։ Հիմա անցնենք երկրորդ գլխին, կեղծ ապաշխարություն։ Բացահայտելու համար, թե ինչ է ճշմարիտ իրական ապաշխարությունը, հեղինակն ասում է, ես նախ ցույց կտամ, թե ինչ է եւ ինչպիսին է կեղծ ապաշխարությունը։ Կան մի քանի կեղծ ապաշխարություններ, որոնց պատճառով Սուրբ Օգոստինոսն ասել է, որ ապաշխարությունը անեծք է, դատապարտություն է շատերի համար։ Նա նկատի ուներ կեղծ ապաշխարությունը, երբ մարդը ինքն իրեն խաբում է, ինքն իրեն հույս է տալիս կեղծ, ոչ ճշմարիտ ապաշխարությամբ։ Եկեք հասկանանք։ Առաջինը, ապաշխարության մասին առաջին խաբեությունն այն է, որ ապաշխարությունը օրենքի հանդեպ վախն է, Մովսեսի օրենքի, Եկեք օրինակով խոսենք, ու ոչ միայն Մովսեսի, եկեք օրինակով խոսենք։ Ասենք մի մարդ երկար ժամանակ շարունակել է մեղքի մեջ ապրել, մեղք գործել, այս պահին կապ չունի ինչ մեղք։ Ու վերջապես Աստված գրավում է այս մարդու ուշադրությունը եւ ցույց տալիս նրան, թե ինքը ինչ հուսահատ վտանգի մեջ է, ինչ անդունդի առաջ է կանգնած։
Եվ այդ մարդը անմիջապես անհանգստանում է, նրա խիղճը տանջում է, տառապում է իր կատարած մեղքի համար, բայց որոշ ժամանակ անց նրա խղճի փոթորիկը, նրա խղճի խայթոցը անցնում է ու նա խաղաղվում է։ Ու այդ մարդը եզրակացնում է, որ ինքը իսկական ապաշխարող է, քանի որ իր մեղքի պատճառով թեթև դառնություն է զգացել։ Չխաբնվենք, սա ապաշխարություն չէ։ Աքաբն ու Հուդան էլ մտատանջությունների մեջ էին իրենց գործած մեղքի պատճառով։ Նրանց խիղճն էլ խռովված էր, բայց դա ապաշխարություն չէր։ Մի բան է սարսափած մեղավոր լինելը, մեկ այլ բան է ապաշխարող մեղավոր լինելը։ Մեղավորության զգացումը բավական է, որ մեր մեջ սարսափ ու վախ առաջացնի, բայց միայն մեր սրտերում, մեր հոգում Աստծո շնորհի ներարկումն է ճշմարիտ ապաշխարություն ծնում մեր մեջ։ Եթե ցավը, վախը, խղճի խայթոցը, տառապանքն ու տանջանքը բավարար լինեին մեր մեջ ապաշխարություն առաջացնելու համար, ապա այս աշխարհում ոչ մի անապաշխար մարդ գրեթե չէր լինի ու դժոխքն էր դատարկ կլիներ մարդկանցից։ Ապաշխարությունը կախված է սրտի փոփոխությունից, որովհետև հնարավոր է, որ մենք սարսափենք ու վախենանք, բայց մեր սրտերում փոփոխություն չլինի։ Այսինքն, ես վախենամ, որ պատժվելու եմ սուտ խոսելու համար, բայց սրտումս փոփոխություն չլինի, որ սուտ էլ չխոսեմ, չսիրեմ սուտ խոսելը, ատեմ սուտ խոսելը։ Դա ապաշխարություն չէ։ Ապաշխարությունը պիտի պտուղ ունենա։ Եթե ես իրապես ապաշխարել եմ սուտ խոսելուց, ուրեմն պիտի էլ չցանկանամ սուտ խոսել։ Ամեն ինչ պիտի անեմ, որ սուտ չխոսեմ և պատերազմեմ իմ կյանքում ստախոսության դեմ։ Երկրորդ, ապաշխարության վերաբերյալ երկրորդ խաբեությունն այն է, որ ապաշխարությունը որոշում է մեղքի դեմ։ Մարդը կարող է նպատակ դնի ու անգամ երդում տա, բայց չապաշխարի։ Երեմիա 2:19-20 Աստված մարգարեի բերանով իր ժողովրդին ասում է. Քեզ քո չարությունը կպատժի և քո ուխտադրժումը կհանդիմանի։ Արտիմացիր և տես, որ չար և դառը բան է քո Տեր Աստծուն լքելը և իմ սարսափը քո մեջ չլինելը, ասում է Զորությունների Տեր Աստվածը, որովհետև դու վաղուց ես կոտրել քո լուծը և քո կապանքները կտրել և ասել չեմ ծառայում։ Այսինքն տեսնում ենք, որ ժողովուրդը ուխտ էր արել, խոստացել էր Աստծուն հետևել, մեղք չգործել, բայց ավաղ մենք տեսնում ենք, թե ինչ է հաջորդում, որովհետև ամեն բարձր բլրի վրա և ամեն կանաչ ծառի տակ պառկեցիր բառի համար կներեք պոռնիկի պես։ Ուրեմն անկախ հանդիսավոր խոստումից ու երդումից, որ տվել էին Աստծուն, նրանք գնացել էին Աստծո կամքի դեմ, իրենց երդման, իրենց ուխտի դեմ, կոտրել էին իրենց ուխտը, իրենց որոշումը, իրենց խոստումը և վազել էին իրենց կուռքերի հետևից։ Մենք անձնական փորձառությամբ գիտենք, թե ինչ տեսակ երդումներ կտա մարդը, երբ նա գտնվում է մահվան շեմին, ծանր, անբուժելի վիճակում, ֆինանսական խնդիրների մեջ։ Հաճախ ասել ենք ու ասում են Տեր Աստված, պարզապես օգնիր ինձ ապաքինվեմ, խոստանում եմ, ու լիքը բաներ են խոստանում, բայց հետո ավելի ուշ նախկինի պես շարունակում են իրենց չար, վատ կյանքով ապրել ու շարունակում են ապրել նախկին մեղավոր անաստված կյանքով։ Այդ մարդու մեջ շարունակում է գործել նրա հին սիրտը, բայց իհարկե հիմա գայթակղությունները նոր են, բայց ոչինչ չի փոխվել։ Մինչև շարունակելը եկեք տեսնենք, ինչ իրավիճակներում ենք մենք մեղքի դեմ որոշումներ ընդունում, խոստումներ տալիս,
բայց որը չի բերում իրական ապաշխարության։ Մեր առօրյա հանգամանքներից ելնելով, այս որոշումը մեղքի դեմ նրա համար չի, որ մենք մեղքը զզվելի ենք համարում, որ մտածում ենք, որ Աստծու դեմ ապստամբում ենք, որ Աստծուն ցավ ենք պատճառում, այլ միայն այն պատճառով, որ մեր կյանքում դժվարություններ կան, ցավ կա, ու մենք ուզում ենք դրանցից ազատվել։ Այսինքն եսասիրությունը մեր հանգստությունն ու հարմարավետությունն է պատճառը, այլ ոչ թե այն, որ ուզում ենք մեղքից ազատվել ու մեղք չգործել։ Նման որոշումը, նման վճռականությունը շատ շուտ կավարտվի ու չի բերի մեղքից ազատվելու պտուղ։ Մյուսը ապագա տառապանքների վախից է, մահվան և դժոխքի վախից է։ Հայտնություն 6-րդ գրքի 8-րդ խոսքում կարդում ենք. «Եվ ահա տեսա մի դեղնականաչ ձի, որի հեծյալի անունը մահ էր, իսկ նրա հետևից գնում էր դժոխքը։ Նրանց իշխանություն տրվեց աշխարհի 1/4 վրա սրով, սովով, մահով ու երկրի գազաններով կոտորած անելու»։ Ուրեմն ինչ է անելու մեղավոր մարդը, ինչ կարգի խոստումներ ու երդումներ չի տա, երբ գիտի կամ երբ իմանա, որ պետք է մեռնի և կանգնի Աստծո դատաստանի առաջ, մահվան առաջ, դժոխք գնալու հնարավորության առաջ։ Ինքնասիրահարվածությունը, ինքներս մեզ փրկելու ցանկությունն ու բնաստը, երբ մենք առերեսվում ենք մահվան հետ, լուրջ հիվանդության հետ, մեզ դրդում է խոստումներ տալ, ուխտ կնքել Աստծո հետ, բայց ցավոք սրտի վերջում մեր սերը մեղքի հանդեպ հաղթում է մեր մեջ։ Դրա համար եկեք չխաբնվենք ոչ մեր, ոչ էլ ուրիշների կրքոտ վճռականությամբ, խոստումներով, երդումներով։ Դրանք առաջացել են կյանքի փոթորիկների պատճառով, բայց երբ ամենը անցնի ու ամեն բան խաղաղվի, այդ խոստումներն ու որոշումները, այդ վճռականություններն էլ կմեռնեն ու կանցնեն, և կրկին չի լինի մեղքի խոստովանություն և ապաշխարություն։ Ապաշխարության վերաբերյալ երրորդ խաբեությունն այն է, որ եթե շատ կամ մի քանի մեղքերից հրաժարվել ենք, ուրեմն ապաշխարել ենք։ Իհարկե, ընդունում եմ, որ մեղքը թողնելը, մեղքից հրաժարվելը մեծ գործ է, բայց մեղքը այնքան թանկ է մարդ արարածի համար, մեզ համար, որ մենք ավելի շուտ կհրաժարվենք մեր երեխաներից, քան թե մեր մեղքից ու մեր անառակությունից։ Ու եթե դու այս պահին մտածում ես, որ ես չափազանցնում եմ, նորից շուրջդ նայիր ու գուցե ինքդ քեզ նայ։ Եթե խմում ես, ծխում ես, կնոջդ դավաճանում ես, քո գումարը տանում ես սիրեկանիդ վրա ես ծախսում, խաղամոլ ես, գող ես, սուտ վկայություն տվող ես, բռնացող ես, վայրագություն ես սիրում, աններողամիտ ես, այս ամենը քո ու քո ընտանիքիդ վրա վատ է ազդում, կործանում է քո ընտանիքին, բայց դու էլի անում ես։ Հավասարազոր է, որ դու քեզ ավելի շատ ես սիրում, քան քո ընտանիքը, քո երեխաներին, ու էլ չեմ ասում Աստծուն։ Սա բոլորիս է վերաբերում։ Միքիա 6-րդ գլխի 7-րդ խոսքն ասում է. «Միթե Տերը կգոհանա հազարավոր խոյերով կամ յուղի բյուրավոր գետերով, արդյոք իմ անդրանիկը կտամ իմ հանցանքի դիմաց, իմ որովայնի պտուղը իմ հոգու մեղքի դիմաց»։ Ու եթե մենք մտածում ենք, որ ոչ չենք անի, ասեմ, հեթանոս ժամանակ մենք ևս, ինչպես մնացած բոլոր հեթանոսները, որպեսի բերքը լավ լիներ, էս լիներ, են լիներ, իրանց երեխաներին զոհում էին։ Եվ այսօր էլ, որպեսի մեր կյանքը հանգիստ լինի, մեր փողը մեզ հերիքի, մյուս երեխաներին կարողանանք կրթության տալ եւ այլն, մենք հղի ժամանակ աբորտ ենք անում, այն մյուս երեխուն սպանում ենք, որպեսի մյուսի համար լավ լինի, մենք շարունակում ենք զոհել։
Միայն թե մեր մեղքից չապաշխարենք։ Հնարավոր է բաժանվել մեղքից, էլ այդ մեղքը չանել, բայց միևնույնն է չապաշխարել։ Մարդը կարող է բաժանվել, հեռանալ որոշ մեղքերից, բայց մյուս մեղքերը պահել ու գործել այդ մեղքերը։ Օրինակ, Հերովդեսը դադարեց անել որոշ սխալ բաներ, բայց նա չկարողացավ թողնել իր արյունապղծության մեղքը, որ իր եղբոր կնոջն էր առել։ Կամ էլ հին մեղքը կարող ենք թողնել ու մի նոր մեղքով ապրել, խմելը թողնել ու հիմա էլ խաղամոլությամբ տարվել, դավաճանելը թողնել, բայց կնոջը ծեծել, կամ էլ դառնալ հոմոսեքսուալ, գողանալը թողնել, դառնալ գուշակ, եւ այլն, եւ այլն։ Այսպես մենք ոչ թե ապաշխարում ենք, այլ մի մեղքը փոխանակում ենք մեկ այլ մեղքով։ Մեղքը կարող է փոխանակվել, իսկ մեր սիրտը մնում է անփոփոխ։ Նա, ով իր երիտասարդության մեջ անառակ է եղել, կարող է ծերության ժամանակ դառնալ ավազակ, բայց մնալ նույն անապաշխար մարդը։ Ստրուկը վաճառվում է ինձ, իսկ ես էլ ստրուկին վաճառում եմ մեկ ուրիշին։ Ստրուկը հիմա ուրիշ տեր ունի, բայց նա միևնույնն է ստրուկ է։ Դու մինչ այդ դավաճանության մեղքի ստրուկն էիր, հիմա բռնության մեղքի ստրուկն ես, բայց ստրուկ ես, մեղքի ստրուկ։ Նույն կերպ մարդը մի արատից մյուսն է անցնում, բայց դեռ մնում է մեղավոր ու անապաշխար։ Հնարավոր է, որ մենք մեղքից հրաժարվենք Աստծո շնորհի զորությամբ, այլ ավելի շատ զգուշության ու զգուշավորության պատճառով։ Այս նախադասությունը սխալ ասեցի։ Հնարավոր է, որ մենք մեղքից հրաժարվենք ոչ թե Աստծո շնորհի զորությամբ, այլ ավելի շատ զգուշության ու զգուշավորության պատճառով։ Օրինակ, մարդը տեսնում է, որ թեև որոշակի մեղքը իրեն հաճույք է պատճառում, բայց դա իրեն ձեռնտու չի։ Օրինակ, այդ մեղքը կարող է խնդիր դառնալ, որ բանկից վարկ վերցնի, կամ վտանգում է այդ մեղքով իր առողջությունը, կամ վտանգում է իր անունը, իր ժառանգությունը։ Այսինքն, իր շահի համար է այդ որոշակի մեղքից հրաժարվում։ Ուստի գործնական նկատառումներից ելնելով մերժում է ինչ-որ մի մեղք։ Այսինքն նորից եսասիրական պատճառներով է հրաժարվում մեղքից եւ ոչ թե նրա համար, որ ուզում է ապաշխարել, արմատախին անել մեղքը, որ հասկանում է, որ մեղքը չարիք է։ Եվ այդպես նա մնում է անապաշխար։ Միայն լույսն է, որ քշում է ու ցրում է խավարը։ Հետևաբար մեղքի գործերը վերանում են միայն Աստծո շնորհի ներկայությամբ։ Իսկ Աստծո շնորհը մեր կյանք է գալիս Հիսուս Քրիստոսով եւ Սուրբ Հոգով։ Սա մեղքի իսկական թողնելն է ու ապաշխարելն է։ Խնդրեք Աստծո շնորհը, որ Սուրբ Հոգին հպվի ու բերի ձեզ, ինձ ու բոլորիս ճշմարիտ ապաշխարության։ Հայր, թող այս խոսքերը հենց աղոթք դառնան իմ սրտից։ Շնորհ արա, շնորհը թափի յուրաքանչյուրիս վրա, Սուրբ Հոգի հպվի, Տեր քո խոսքի մուրճով ու կրակով ջարդի մեր կարծրացած մտքերն ու սրտերը, որպեսի մեր մեջ եղած հավատքի սերմերը չմեռնեն, Տեր, այլ մեզ բերեն քո շնորհով, Սուրբ Հոգու շարժով, կենդանի ապաշխարության։ Ամեն։ Այսքանը այսօր։ Կներեք, որ պահի տակ բառերը ճիշտ չէի կարողանում արտասանել, կներեք։ Աստված օրհնի, պահի եւ պահպանի յուրաքանչյուրս։